հաճախորդի սպասարկում ներգրաված էի հաճախորդի սպասարկման աշխատանքների հետ Հայաստանում ու մանավանդ 10-ից ավել տարի առաջ շատ ուրիշ էր։ Հիմա ճիշտ է մի քիչ փոփոխվել է Հայաստանում հաճախորդի սպասարկումը, բայց էլի շատ աշխատելու տեղեր կա ու ես այդ հասկացա, երբ որ եկա Ամերիկա, սկսեցի աշխատել Ամերիկայում, շփվել Ամերիկայի հաճախորդի սպասարկման եւ փորձառության հետ անմիջական ու հասկացա, թե ինչ է նշանակում հաճախորդի սպասարկումը փորձառություն է։ Ինչպես գիտեք, Ամերիկան մարքեթինգով ամենաառաջի երկիրն է աշխարհում։ Ես կասեի ամեն ինչ այստեղից է սկսում։ Իսկ հաճախորդի փորձառությունը այսօր համարվում է մարքեթինգի ամենամեծ բաժիններից մեկը։ Այնպես որ շատ արդի երևույթ է կամ հմտությունը, որ պետք է ունենալ եւ ոնց որ այստեղ այդ հաճախորդի փորձառության գորոներից մեկն էր ասել, հաճախորդի փորձառությունը այսօր հաջորդ մրցակցային մարտադաշտն է, այսինքն պետք է ամբողջ այդ կռիվը ձեր բիզնեսի համար առաջ մղելու համար լինելու է հաճախորդի փորձառության այդ դաշտում։ Հիմա 10-7-ը ես երևի սկսեմ, որովհետև խոսալու շատ բաներ ունենք։ Հուսամ մարդիկ սկսեք ընդհանրապես չեն ուշանա։ Հիմա ուզում եմ մի քիչ ինտերակտիվ եմ ուզում անցկացնենք, երևի մի հոգի օգնի, որպեսզի ես հարց տամ պատասխանողներ լինեն, որտեղ իմ մոտ edge-ը շատ բոլորին չեմ տեսնում, էլի ես էկրանը որ բացած է։ Հիմա ուզում եմ հարցնեմ, ում գործն է, ասենք իրականում կազմակերպության մեջ հաճախորդի սպասարկումը։ Ով է իրականացնում է հաճախորդի սպասարկումը կարծիքով կազմակերպություններում, ով պիտի իրականացնի, ում պատասխանատվության տակ է։ Երեխեք ակտիվ եղեք, այստեղ սովորելու համար ենք եկել, ճիշտ ու սխալ չենք քննադատում իրար ու որպեսզի սովորեք, պետք է սկսեք մտածելը։ Համո Մելքոնյան, Համո։ Բարև ձեզ։ Ինձ թվում է հաճախորդների սպասարկման գծում առայժմ ֆրոնտն է զբաղվում, այսինքն վաճառողները, եթե բան է, սպասարկող վաճառող մարդիկ, իրանց կարգավորող, ասենց ասած, ստադիաները ինձ թվում է վաճառքի մենեջեր կոչվածները կամ սպասարկման մենեջերները, որպեսզի կարգավորեն, ինչ որ բաներ տան։ Ինձ թվում է իրանք։ Լավ, ուրիշ կարծիքներ։ Ուրիշ ցանկացողներ չկան, արտահայտվեն։ Մայիսը։ Հարցեր, թե ֆիրմայում ով է պատասխանատու սպասարկման համար, հա։ Հա, հաճախորդի սպասարկումով։ Ես կարծում եմ հենց սպասարկման բաժին պետք է լինի։ Նակ բանկում որ աշխատում էին, կար սպասարկման բաժին։ Կամ ասենք, սենց ասեմ, եթե փոքր է, հենց անձամբ մենեջերը, եթե մասնաճյուղերից ցանցա տվյալ բրենչի մասնաճյուղի մենեջերը։ Էլա ջան, հաջորդ սլայդի վրա կարող ենք գնանք հիմա, այնտեղ հաջորդ սլայդի վրա ենք կարող։ Ես մի փոքր հավելեմ, բացի սպասարկող անձնակազմից, նաև ինձ հաճախորդների վարքագիծ ուսումնասիրել է պետք, որպեսզի հասկանան կոնկրետ ինչ ձևի մոտեցում ցույց տան, ուստի ինձ թվում է արդեն ոնց որ փոխկապակցված իրար հետ աշխատում են սպասարկող մարքեթինգ բաժինը։ Լավ։
Ճիշտն ասած, այն սկզբից, որ ես էլ էի աշխատում, էլի այդ Գայանն ձեռք բարձրացրեց, Գայանն էլ ասի։ Հա, վաճառքի մենեջերները, հաճախորդների սպասարկման մենեջերները, դե իրենք ասեցին, մարքեթինգի ղեկավարը ինձ թվում է ամենակարևորը, այդտեղ ինչ որ էլի պատասխանատվություն ունի գործադիր տնօրենը, այդքան է երևի։ Լավ։ Հիմա մենք բոլորս մեզ թվում է, որ ինչ-որ կոնկրետ մի բաժին կամ բաժիններ պետք է պատասխանատու լինեն հաճախորդի սպասարկման համար, բայց իրականում հաճախորդի սպասարկման համար պատասխանատու են բոլոր բաժինները, բոլոր աշխատակիցները, որովհետև եթե ձեր մենեջերը, ղեկավարը կամ գործադիր տնօրենը հաճախորդի սպասարկման հետ գործ չունի, գլուխ չունի, իր համար դեռ կարևորություն չի նշանակում, ինքը ոչ էլ ուշադրություն է դարձնելու, թե ոնց է կատարվում այդ հաճախորդի սպասարկումը, որ գնան իրան բողոքեն, ասեն հաճախորդը գնաց, հեռացան, չգիտեմ, նեղացան կամ չեն կարողանում հաճախորդ բերեն, ինքը այդքան չի պատկերացնելու, հասկանալու, իրան չի էլ հետաքրքրում հաճախորդը նեղացավ, գնաց։ Կամ եթե առաջի գիծ աշխատողը շփվում է հաճախորդի հետ, եթե այդ առաջի գծի աշխատողին չեն տալիս, բոլոր են գործիքները, պայմանները չեն ստեղծում, որ այդ հաճախորդի հետ այդ մարդը նորմալ աշխատանք իրականացնի, ապա էլի ոնց է իրականացնելու, այսինքն հաճախորդը էլի տուժում է, այսինքն կապ չունի ինչ տեսակի կազմակերպություն է, բոլորը պատասխանատու են հաճախորդի սպասարկման համար եւ բոլորը պիտի ներգրավված լինեն հաճախորդի սպասարկման մեջ։ Նույն այդ բանկում, եթե IT բաժինը ծրագիրը լավ չի սպասարկում, ես աշխատում եմ առաջի գիծ հաճախորդի հետ, հաճախորդը դիմացս նստած է, մեկ էլ մի բան ծրագրի մեջ սխալ եղավ ու ես զանգում եմ IT բաժին, ասում եմ, որ ինչ որ խնդիր է եղել, մի հատ արագ լուծեք, հաճախորդը իմ դիմացը նստած է, եթե իրանք հաճախորդի սպասարկման հետ կապված ոչ մի բան չունեն, հետաքրքրություն կամ պատասխանատվություն, դե ասեն, հա լավ, հեսա կանենք, էլի չգիտեմ ինչ, բայց եթե ունեն, այսինքն պիտի ունենան, որպեսզի արագ այդ հարցը լուծեն, որպեսզի այդ հաճախորդին երկար չսպասնաս, այդ հաճախորդը չդժգոհի ու ուրախ երջանիկ գնա ձեր կազմակերպությունից։ Այսինքն անկախ նույնը ֆինանսական բաժինը, ասենք թե վարկ են տրամադրում, ինչ-որ ֆինանսական բաժնում խնդիր ա եղել վարկի թվերի հետ կապված, այնուչափես պիտի ֆինանսական բաժինը ներգրավի, պետք է անպայման կազմակերպեն, ով ինչ պետք է անեն մենեջերները, ղեկավարները, իրանց աշխատողների հետ տրեյնինգներ անցկացնեն հաճախորդի սպասարկման վերաբերյալ, իրենք եթե պետք է, օրինակ լինում են դեպքեր, եթե աշխատակիցը առաջի գծի ինքը չի կարող հարցը լուծի, մեծ խնդիր է, իրանք պիտի կանչում են իրանց ղեկավարին, չէ, որտեղ հաճախորդը գալի գորգռոցը գցում է, ասում է կանչեք ձեր ղեկավարին, ես դժգոհ եմ, եմ, այսինքն պետք է անմիջապես ղեկավարը իջնի ու իմանա ինքը ոնց պետք է այդ իրավիճակը հարթի, այսինքն ամեն մի մակարդակ ղեկավարների պետք է ըստ դրա պատրաստ լինեն հաճախորդի սպասարկելուն, անպայման շատ կարևոր է, որ բոլորը նույնիսկ գնում ես ասենք թե ռեստորան, եթե ռեստորանի տիրոջը չի հետաքրքրում, այնքանավոր ուտելիքը լավ տվեք գնան, բայց թե ոնց կտան, ինչ ձևով կմատուցեն, այդ ռեստորանը չի կարա երկար աշխատի, որովհետև պետք է այդ ամեն ինչին հետևել եւ մտածել էլ ինչ անենք, որպեսզի մեր հաճախորդներին գոհացնենք։ Հիմա այս հաճախորդի սպասարկում, թե հաճախորդի փորձառություն, այս բառերը ուզում եմ ձեզ հարցնեմ, ինչ որ տարբերություն տեսնում եք հաճախորդի սպասարկումը ինչա կամ հաճախորդի փորձառությունը, ո՞րն է տարբերությունը այս բառերի, որ ես հիմա ստեղ դրել եմ։ Համո։ Ինձ թվում է փորձառությունն ու սպասարկումը նրա մեջ է, որ փորձառությունն այսինքն տվյալ հաճախորդի հետ ինչքան երկար են աշխատել, տվյալ հաճախորդի ինչքան փորձառություն ունի, ասենց ասած, օգտվել է արդյոք ինչ որ X product-ից թե չէ, սպասարկումը որ ուղղակի, չգիտեմ, սպասարկվել է էլի։
Ինձ թվում է դա։ Բառերի մեջ հուշում կա, եթե մի քիչ խորը մտածեք, պատասխանը կգտնեք։ Ինձ թվում է փորձառությունը ինքը շատ ավելի լայն է, քան սպասարկումը ու ներառում է փոխադարձ ոնց ասեմ հետադարձ կապ, հավասարություն է ենթադրում, միևնույն ժամանակ այնպես անել հաճախորդը օգտակար լինի, եւ թվում է թե հաճախորդը սպասարկվում է, բայց հաճախորդը կարա արժեքավոր ֆիդբեքեր տա, հաճախորդը կարա, չգիտեմ, community ֆունկցիա ինչ որ իմաստով դառնա, հա, այսպես ինքն էլ ներգրավի, ինչ որ արժեք ստեղծելուն, ոչ թե այդ բան սպասարկվի գնա, հələ որ sense եմ պատկերացնում։ Գայանե։ Ըստ իս հաճախորդի սպասարկումը կենտրոնացված է հաճախորդի անմիջականորեն օգնելու, աջակցելու, խնդիրները լուծելու վրա, օրինակ զանգեր, պատասխանել հարցերը, բան, իսկ հաճախորդի փորձառությունը, ոնց որ ընկեր Մայիսն ասեց, ավելի լայն հասկացություններ իր մեջ ներառում, որովհետև ինքը իր մեջ ներառում է հաճախորդի ամբողջական, ասենց ասած, ճանապարհորդությունը այդ օրինակ բրենդի կամ կազմակերպության հետ, ինքը ընդգրկում է սպասարկումը, բայց նաև ներառում է ապրանքների որակ, օրինակ ծառայությունների մատուցման հարմարավետությունը, այդ բրենդի նկատմամբ տպավորությունները, այդպես։ Էլա ջան, դու կարող ես մի հատ մի քայլ առաջ գնալ։ Ուրիշ կարծիքներ չէ, այս մեկը հետ են գնում։ Դեռ հաճախորդի սպասարկում ու փորձառության մեջ ենք։ Էլա ջան, հետ գնա, հետ։ Անի։ Կարծում եմ հաճախորդի սպասարկումը գործընթաց է, որտեղ ընկերությունը պատասխանում է հաճախորդի հարցերին, լուծում է խնդիրները ու օգնում հաճախորդին, իսկ հաճախորդի փորձառությունը հաճախորդի ընդհանուր տպավորությունն է ընկերության մասին, որը ձևավորվում է բոլոր շփումների և ծառայելի արդյունքում։ Լավ, ուրեմն ես մի քիչ մեկնաբանեմ, հիմնականում ճիշտ է արտահայտվում, հաճախորդի սպասարկումը առաջ շատ խոսում ենք որպես հաճախորդի սպասարկում, այս վերջի տարիները փոխեցին բառը որպես հաճախորդի փորձառություն, որովհետև եթե դուք ներկայացրած եք այդ բառերի մեջ իմաստներ կան ու ամեն մի բառ ինչ որ իմաստ ունի ու ուղղորդում է քո միտքը այդ ուղղությամբ։ Հաճախորդի սպասարկումը առաջ ավելի հին տարիներին հաճախորդի սպասարկումը լավ էր, որ դու արագ սպասարկեիր գոքային հաճախորդը գար դու արագ ինչ որ պետք է ասեիր, տայր իր ուզած ապրանքն է կամ ծառայությունն է, գնայիր, ավելի գործարքային է։ Հաճախորդի փորձառությունը, ոնց որ արդեն բառն է նշում, փորձառությունը ավելի, այսի ասած, խորություն ունի, ավելի զգայականի հետ կապ ունի, ավելի հարաբերությունների ստեղծումը փորձառություն, այսինքն ինքը եկավ ինչ փորձառություն ստացավ ձեզանից, ինչ էմոցիաներ ստացավ, ինչ վերաբերմունք ստացավ, ինչ նաև ապրանք կամ ծառայություն ստացավ, այդ ամբողջությունը իր մոտ հիշվել է, որտեղ մարդիկ հիշում են ինչ են զգացել, ինչ փորձառություն են ունեցել ավելի շատ, քան թե այդ ապրանքը կամ ուրիշ բաներ, կամ էլ թե դուք ժպտացիք, թե չժպտացիք, իրան գնալու են, մոռանալու են այդ տարբերությունը այդ է։ Հիմա գնում ենք հաջորդ սլայդը, Էլա ջան, ինչու է կարևոր բացառիկ փորձառությունը։ Հա, չէ, ինչու են կարևոր հաճախորդները սկզբից։ Ինչի պետք է ընկնենք հաճախորդներ ետևից, բերենք հաճախորդներ, պահենք, մտածենք ոնց անենք, որ պահենք, ինչի համար են պետք մեզ հաճախորդները։ Համո։ Վաճառքի ինձ թվում է։ Ես այս խոսքին կպատասխանեմ միլիարդատեր Ուորեն Բաֆեթի խոսքերով, մի հատ լավ խոսք ունի, ասում է
հաճախորդան մարդնով իր դրամապանակը պիտի դատարկի մեր մոտ ու գնա։ Հենց այդ բaragam մենք պետքա կոպիտ ասած փորձենք իրանց համոզենք, հա, որ սա քեզ պետք է, սա քո կյանքը փոխող ինչ-որ բան է, էլի, որ ու պիտի օգտվես մեզանից, հենց ասած։ Բայց ինչի ենք ուզում, որ շատ հաճախորդներ ունենանք։ Ապրանքների սպառման ու ինձ թվում է հիմա այսօրվա աշխարհում ավելի շատ կենտրոնացած են ապրանքների սպառման ու վաճառքի վրա, բայց շատ ընկերություններ ավելի շատ կարիք լուծելու համար են դա անում։ Այսինքն շատ ընկերություններ նայում են փողին ու վաճառքին, իսկ շատ ընկերություններ որ թե ինչ փոխեն մարդու կյանքում։ Լավ, Անի Հակոբյան։ Հաճախորդները կարևոր են, որովհետև առանց իրանց ինչ որ բիզնես չի կարող գոյություն ունենա, ու նրանք ապահովում են եկամուտ, բրենդի հեղինակությունն են ձևավորում ու ընկերության զարգացման վրա են ազդեցություն ունենում մեծ, գոհ հաճախորդները կարող են վերադառնալ, խորհուրդ տալ ընկերությանը ուրիշներին ու բիզնեսը ավելի կաճի։ Անին ասեց մի հատ պարզ ճշմարտություն։ Կա հաճախորդ, կա բիզնես, չկա հաճախորդ, չկա բիզնես։ Այդտենց պարզ։ Այ որ հաճախորդը մտնում աներս, մի հատ տրեյներ ունեինք, ասում էր, որ մտնում աներս, պետք է դոլարի նշանը տենաս հաճախորդի գլխին։ Ամեն հաճախորդ անպետ դոլարի նշանով մտնում է, այսինքն ձեր ամեն ինչը կախված է ձեր հաճախորդներից, Գայանե։ Հաճախորդը նախ եկամուտի աղբյուրն է, առանց հաճախորդների ոչ մի ընկերություն չի կարող ուղղակի գոյատևի, իրանց կատարած այդ գնումները ապահովում են կազմակերպության ֆինանսական կայունությունը, հետո բրենդի զարգացումն է, բավարար հաճախորդները դառնում են հավատարիմ, հաճախ ու ոնց որ դուք ասեցիք, տարածում են, այսինքն դեսպաններ են դառնում, իրենց դրական կարծիքով կիսվում են, հետադարձ կապ ու զարգացում դրա համար էլ է կարևոր, որովհետև հաճախորդների կարծիքները եւ այդ կարիքները օգնում են բարելավել ապրանքներն ու ծառայությունները, դարձնելով դրանք ավելի մրցունակ, հա, ու շուկայում դիրքավորման գործոնացնեմ, ինչ ասեմ, չգիտեմ, բարձր որակի հաճախորդների սպասարկումը, նրանց լավ փորձառությունը բիզնեսին օգնում է առանձնանալ մրցակիցներից, հա, հավատարմություն ու երկարաժամկետ հարաբերություններ։ Մենք հիմա չենք խորանում, ես ուղղակի հարցը տվել էի, ինչու են կարևոր հաճախորդները, մենք ամեն ինչին հերթով գնալու ենք։ Լիլիա։ Մի հատ հենց նոր օրինակ մտածեցի, այդ որ ասացիք հաճախորդ չկա նաև բիզնեսը, օրինակ եթե ես բիզնես եմ անում, դինոզավրի կեր եմ վաճառում, ոչ մեկ չի առնի դինոզավրի կեր, այսինքն չունեմ դրա հաճախորդը, հետևաբար այդ բիզնեսի իմաստ չունի։ Այսինքն կամ օրինակ մեր գյուղում ազատամուտում շատ քիչ է ձյուն գալիս ու ես բռնեմ ծախեմ դահուկներ ու տենց ինչ որ բաներ։ Այսինքն այդտեղ ես հաճախորդ չեմ ունենա, հետևաբար այդտեղ ոնց որ այդ բիզնեսը իմաստ չի ունենա, էլի, այսինքն բիզնեսը այնտեղ է, որտեղ կա դրա հաճախորդը։ Excel-ով մայիս դու ես։ Ես եմ։ Նայ, ես կպատասխանեմ community manager-ի տեսանկյունից, եթե մեզ հաջողվում է մեր հաճախորդներից սարքել community, ոչ թե պրոստը լսարան, հա, իրանք դառնում են ոչ միայն գնորդ, այլ նաև ազդեցություն տարածող, то есть գնորդ, որը գնորդ է բերում։ Իրանք դառնում են մարդիկ, ովքեր կարան քեզ կադրեր դառնալ, կամ քեզ լավագույն կադրերն ուղարկել, իրանք վերցնում են մյուս հաճախորդների կամ պոտենցիալ հաճախորդների հետ խոսում են, սպասարկում են, պատասխանում են իրանց հարցերին, կիսվում են իրանց փորձառությամբ, թեթևացնելով քո սերվիսը, քո, չգիտեմ, call center-ը, քո Facebook-յան էջի հետադարձ կապը, որտեվ իրանք իրար են սկսում օգնել պատասխանել, հա։ Իրանք ինչու՞ չէ դա լավագույն գաղափարների աղբյուր են դառնում, հա։ Իրանք вообще ամեն ինչն են, իրանք event մենեջերներ են դառնում, իրանք կամավորներ են դառնում, իրանք ամեն ինչ կարան անեն, իրանք դառնում են դու, եսը դառնում եմ մենք,
ես ես որպես community manager եմ ասում, որը ով նաև համոզված է, որ բրենդների մեծ մասը պետք է իրենց հաճախորդների, գործընկերների, անձնակազմի հետ միասին սարքեն համայնքներ, որ գաղափարների կամ բրենդների շտաբ։ Հիմա ասենց like սահուն անցում ենք անում հաջորդ սլայդին, որտեղ որ ինչու է կարևոր բացառիկ փորձառությունը հաճախորդների ու դուք արդեն ահագին բաներ նշեցիք, որ հաճախորդները ձեր մասին կտարածեն, նոր հաճախորդներ կբերեն, էլ ինչի է կարևոր բիզնեսի համար հաճախորդի փորձառությունը։ Բիզնեսի տեսանկյունից ինչ կարա օգուտ տա ձեր լավ հաճախորդները, եթե լավ փորձառություն եք տալիս ձեր հաճախորդներին։ Կարամ մի հատ հարց տամ միջև երեխեք պատասխանեն։ Ուղղակի ես մի քիչ ուշ միացա, հաճախորդի փորձառություն ասվածը մի նախադասություն, թեկուզ որ բացատրեք ճիշտ հասկանամ, որին դեգրվեմ մնացածին։ Մենք տարբերություն դրեցինք հաճախորդի սպասարկում եւ ծոր գործարքային եկավ արագ տվեց իր ապրանքը, այդ մարդը արագ սպասարկվեց, գնաց, ոչ մի կապ, էմոցիա, ոչ մի բան չկա։ Ուղղակի գործարքային։ Փորձառությունը ավելի շատ, երբ որ դու իրանց էմոցիոնալ կապ ես հաստատում իրանց հետ, ու այս ամեն ինչ խոսում ենք երեխեք, ամեն ինչի վրա մենք մանրամասն կենտրոնանալու ենք մեր հաջորդ վեբինարների ժամանակ։ Ուղղակի այսօր առաջի վեբինարը լինելու է ընդհանուր ներկայացում, հետո հիմա հաճախորդների տեսակների մասին ենք խոսելու։ Փորձառությունը խորը կապ է հաստատում։ Ինքը ինչ փորձառություն ստացավ քեզանից, որպեսզի իր մոտ ինչ տպավորվեց, ինչ վերաբերմունք, ինչ էմոցիաներ, որպեսզի ինքը կապնվի քո հետ կամ կգա կամ չի գա, այսինքն կապված է դրանից, իր փորձառությունից։ Վերջ, շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Անի Կարծում եմ հաճախորդի բացառիկ փորձառությունը կարևոր է շատ, որովհետև նպաստում է հաճախորդի բավարարվածությանը, ընկերության նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանն ու հավատարմությանը։ Եթե հաճախորդը ստանա գերազանց սպասարկում ու հաճելի փորձառություն, ավելի հավանական է, որ ինքը կվերադառնա ու կրկին կգնի ու խորհուրդ տա ընկերությունը ուրիշներին։ Սա բերում է բիզնեսի աճի ու երկարաժամկետ հաջողության։ Էլ ինչ, շատ հաճախորդներ, որ գան ձեր բիզնեսին ոնց են նպաստելու, ինչ է լինելու բիզնեսի ներսում։ Կանե։ Ես նախորդ հարցին պատասխանեմ։ Հաճախորդների բացառիկ փորձառությունը բիզնեսի հաջողության կարևորագույն գործոններից է, որովհետև անմիջականորեն ազդում է հաճախորդների մի քանի պատճառներ կան։ Եկեք հիմա կենտրոնանանք ոնց է ազդում բիզնեսի վրա։ Մի քիչ նենց անենք, որ հասցնենք, շատ բաներ ունենք խոսալու։ Եթե ինչ-որ կոնկրետ բաներ եթե ունեք, դրա մասին եկեք կիսվենք։ Արդեն նշեցինք, որ բիզնեսը կընդլայնվի, եկամուտը կմեծանա համո, հետո Նաիրան։ Ես կփորձեմ կարճ ու մի բառով պատասխանեմ։ Առաջին հերթին, երբ որ հաճախորդն եկավ ու հետևից ուրիշ մարդ բերեց, բիզնեսում կզարգանա տվյալ բրենդի հանդեպ վստահությունը, որը այսօր վստահությունը ամենակարևոր կապիտալներից մեկն է բիզնեսում։ Հիմա բերեմ երկու տարբեր օրինակներ։ Պատկերացրեք, դուք գնում եք միացօրական բուտկայից ինչ-որ առևտուր անելու, որ այնտեղ վստահ չեք, որ ասենք գրամովկի մեջ ձեզ կգցեն կամ չեն գցի, կամ ինչ-որ բան կտան թե չեն տա։ Ուղղակի երկրորդ տարբերակը նայենք, եթե գնում եք առևտուր անելու, օրինակ ինչ-որ մեծ սուպերմարկետից, օրինակ Երևան City-ից կամ Սաս սուպերմարկետից, որ իրենք ասեն արդեն բրենդ են ու վստահություն ունեն կամ հավատարմության ինչ-որ առաջարկներ են անում, որը վստահություն է տալիս։ Ինձ թվում է հենց վստահությունն է, որը որ բիզնեսին բերում է։ Նաիրա։ Համ
հաճախորդի այդ բացառիկ փորձառությունը հնարավորություն է տալիս ավելի շատ բացահայտել, թե հաճախորդը ինչ կարիքներ ունի ու ավելի լավ արժեք ստեղծենք իր համար ու իր օրինակ փորձառության ընթացքում կարող ենք բացահայտել մի բան, որը մինչև այս չգիտենք, որ կարող ենք ներառել մեր պրոդուկտի մեջ ու այդ ավելի մեծ խնդիր կլուծի ավելի շատ մարդկանց։ Ես ուզում եմ ավելացնեմ այս ձեր ասածներին, որ եթե ավելի շատ հաճախորդներ ներգրավեք ձեր բացառիկ, այսպես ասած, փորձառությամբ, սպասարկումով, ինչ կլինի բիզնեսի ներսում։ Նախ եկամուտները կավելանան, եկամուտները ավելանալուց ինչ կլինի, բիզնեսը կընդլայնվի, ճիշտ է։ Բիզնեսը կընդլայնվի, նոր աշխատողներ կներգրավեք, կընդունեք աշխատանքի, եղած աշխատողները պաշտոնի բարձրացումներ կստանան, չէ, ամեն մեկը արդեն մի քայլ առաջ կբարձրանա, աշխատավարձները կբարձրանան, ձեր աշխատակիցներն էլ ուրախ կլինեն, չէ, երջանիկ։ Այս էլ է խոսում նրա մասին, որ բոլորը պիտի ներգրաված լինեն հաճախորդի սպասարկման մեջ, այսինքն, եթե դու մտածում ես, ես ինչ գործ ունեմ հաճախորդից, ես կապ չունեմ, ես այն back office-ում հետում եմ սենյակում նստած իմ կոմպի վրա հաշվարկներն եմ անում, հաճախորդի հետ կապ չունեմ, ունես այնքանով, որ եթե հաճախորդները շատանան, քո աշխատավարձը կբարձրանա, դրա համար դու էլ պիտի շահագրգռված լինես, որպեսզի այնց սպասարկում ցուցաբերվի հաճախորդին, որ այդ հաճախորդը, այո, իր հետևից բերի նոր հաճախորդներ, ինքն էլ անընդհատ հետ գա, ոչ թե մի անգամ գա ու գնա, այլևս հետ չվերադառնա։ Այսինքն բիզնեսը հենց ներսում բիզնեսի շատ կարևոր փոփոխություններ են լինելու բիզնեսի աճի հետ կապված։ Այսինքն ընդլայնումը լինելու է ոչ միայն ֆինանսապես, այլև աշխատուժի, այլև աշխատավարձները, որ բարձրանան, քո աշխատողներն էլ ուրախ կլինեն, չէ՞, բոլորը գալիս են գաղտնիք չի, գնում ենք աշխատանքի, որտեղ գումար պիտի աշխատենք, դրա համար են գնում աշխատելու։ Չենք ուրիշ հիմնական բանի համար, որտեղ պիտի որ զգան գնահատված, որպեսզի մոտիվացված ու ցավոք սրտի այդ աշխատավարձի բարձրացումները ցավոք սրտի չգիտեմ, կարող է բարեբախտաբար այն մոտիվացիաներից մեկն է, որ քո աշխատողին կարած մոտիվացնես։ Իսկ եթե հաճախորդներ չունենաս, արդեն նշեցինք, որ կա հաճախորդ, կա բիզնես, ինչքան շատ հաճախորդ, այնքան բիզնեսի համար լավ կլինի։ Հիմա անցնենք հաջորդ սլայդին, որ հաճախորդների խմբերի մասին եմ ուզում խոսել։ Առաջինը մի հատ Էլա ջան, մի հատ էլ կտացրու։ Հաճախորդների խմբերը երկուսն են հիմնականում։ Ներքին հաճախորդներ, մի հատ էլ որ կտացնես, կգան արտաքին հաճախորդները։ Ձեզանից ով գիտի տարբերությունը ներքին հաճախորդների եւ արտաքին հաճախորդների։ Պապս։ Համոն գիտի։ Եթե ճիշտ եմ հասկանում, ներքին հաճախորդներն նրանք են արդեն օգտվել են մեզանից ու գիտեն, իսկ արտաքինը նրանք են, ովքեր որ պետք է կողքից են տենում, սենց ասած, չիմացող մարդիկ են, սենց ասած, եթե ճիշտ եմ հասկանում, դա խմբերն են։ Ուրիշ կարծիքներ, Անի։ Ներքին հաճախորդները հենց կազմակերպության ներսում գտնվող անձինք կամ բաժիններն են, իսկ արտաքինները մարդիկ կամ կազմակերպություններն են, որոնք օգտագործում են բիզնեսի արտադրանքը կամ ծառայությունը։ Ճիշտ է։ Լյովա։ Բացումը, օֆիցիալ բացումը, բիզնեսի մասին իմացողները, մեկ էլ հարևան բարեկամները իրանք կանաներ ներքին։ Ուրեմն իրականում ներքին հաճախորդները հենց բիզնեսի ներսում աշխատողներն են։ Դուք օրինակ հիմա
Մեմի ներսում դուք մեկը մյուսի համար ներքին հաճախորդ եք։ Ներսի բաժինները մեկը մյուսի համար ներքին հաճախորդներ են։ Արտաքին հաճախորդները ձեր ապրանքից, ծառայությունից օգտվող էլի են մարդիկ ու կազմակերպություններն են, որ են գալիս են առնում են, գնում են ձեր ծառայությունը կամ ապրանքը։ Դրա համար հաճախորդների բաժանը երկու խմբի, ներքին ու արտաքին, այսինքն ներքին հաճախորդներն էլ էլի նույն ձևով պետք է մեկը մյուսին ինչ անեն, ցուցաբերեն բացառիկ սպասարկում։ Դրա համար չեք ասում, ես բիզնեսի մեջ աշխատող եմ, այն բաժնի հետ կապված հիմա ինչ ուզում են անեն, չէ, մեկը մյուսին պետք է օգնեն բաժինները, որտեղ բոլորը ունեն մի նպատակ, որ հաճախորդի բացառիկ սպասարկում ներկայացնեն, տրամադրեն։ Եվ մեկը մյուսի հետ պետք է որպես հաճախորդելի, ինչ որ սովորելու եք դրսի մարդկանց համար, նույնը պետք է իրականացվի կազմակերպության ներսում, ձեր պարագայում մեմի ներսում օրինակ վերցնենք։ Այսինքն բաժինները իրար հետ պետք է էլի մեկը մյուսին ցուցաբերեն բացառիկ սպասարկում ու փորձառություն։ Այդ շատ կարևոր է։ Դրա համար եթե ներքին հաճախորդները իրար հետ կարան աշխատեն այդ բացառիկ փորձառության սկզբունքի հիման վրա, ուրեմն շատ հեշտությամբ նաև կկարողանան սպասարկել իրենց արտաքին հաճախորդներին։ Գնանք հաջորդ սլայդը։ Հիմա ես պետք է քայլ առ քայլ գնանք։ Ես կասեմ Էլա ջան, երբ փոխես։ Հիմա, քանի որ ամեն հաճախորդ տարբեր է, չէ, մարդիկ ունեն իրենց անհատականությունը, նախասիրությունը, իրենց կարիքները, ամեն մեկը տարբեր մակարդակների վրա է, մեկը դժգոհ է, մեկը գոհ է, մեկը մշտական է, մեկը նոր է, ամեն հաճախորդները ու խելացի գործարարները միշտ հասկանում են, որ մի ձևը չի կարող աշխատի բոլորի համար։ Այսինքն անգլերենում մի հատ բառ կա, ասում են one size fits all, այսինքն մի չափը բոլորին այսինքն մի չափի շորը բոլորը կարան հագնեն, կան չէ, տենց ստանդարտ չափեր, որ կապ չունի նիհարես, գերես, ինչ ես կարաս այդ շորը հագնես, այսինքն այդ մեթոդը չի աշխատում, որ դու մի ձև որոշես հաճախորդի սպասարկման համար, ինչ որ մոդել ես կազմել ու բոլորին այդ նույն մոդելով մոտեցում ցուցաբերես, այդ բիզնեսը հաստատ պիտի ձախողվի, որովհետև այդպես չի։ Հիմա մեծ կազմակերպություններ կան, որ ուսումնասիրություններ են անում մարդու հոգեբանությունը, մարդու էմոցիոնալ վիճակները եւ այլն, եւ ըստ դրա գալիս են որոշում են, թե ոնց պետք է անեն, որ ոնց վերաբերվեն այդ մարդկանց, ոնց ներկայանան, ոնց ներկայացնեն, ինչ անեն, ինչ չանեն։ Այսինքն այդ փորձառության մեջ է մտնում, այսինքն մենք այդ սպասարկում մակարդակից դուրս են գալիս ենք, հասնում ենք փորձառության մակարդակի մեջ։ Դրա համար հաճախորդներին բաժանել են, այսպես ասած, տեսակների, դասակարգել են, որպեսզի գոնե մի քիչ հեշտանա, ինչ մոտեցումներ ցուցաբերեն կոնկրետ այդ տեսակի կամ այդ դասակարգի հաճախորդներին բիզնեսի հաջողության համար։ Հաջորդը, Էլա ջան, մի հատ մի քայլ գնանք առաջ։ Հիմա առաջինը խոսանք նոր հաճախորդների մասին, ովքեր են այս նոր հաճախորդները։ Նոր հաճախորդները բնականաբար այն հաճախորդներ են, ովքեր առաջին անգամ են օգտվում ձեր ապրանքից, ձեր ծառայությունից, կարող է ձեր մասին իմացել են դրա համար են եկել կամ պատահական ինչ որ անցնում էին, տեսան դուք ինչ որ բան եք վաճառում, մտան հասկանան ինչ է, կամ էլ ինչ որ մեկը իրանց ուղարկելա ձեր մոտ։ Այսինքն առաջին անգամ են օգտվում։ Գալիս են, չգիտեն ինչ են ուզում, ինչի են ուզում, մի մասը չգիտի, մի մասը գիտի արդեն ինչ որ ուսումնասիրություններ արել, դրա համար է եկել, լսել է, որ այս ինչ տեղը, այս ինչ ծառայությունը կամ ապրանքն է տալիս, եկել են ձեր մոտ։ Հիմա
ուղղորդման կարիք ունեն։ Դրա համար ինչ պետք է անեք, պետք է լավագույնս ներկայացնեք ձեր ապրանքը եւ ծառայությունը կամ ծառայությունը։ Ինչ պետք է անել նոր հաճախորդներին։ Բացի նրանից, որ ներկայացնում եք ձեր ծառայությունը, նաև պետք է ինչ-որ ձևով իրանց հետաքրքրությունը ներգրավեք, դրա համար կարաք իրանց ներկայացնեք, թե էլի ինչ կազմակերպություններ են օգտվում ձեր ծառայությունից կամ ապրանքներից, այսինքն մի քիչ հայտնիների, ոնց որ ձեր դերը ցույց տաք, դուք ինչ դեր ունեք շուկայում, հա, ձեր ապրանքների առավելությունները մյուսների նկատմամբ, բայց պիտի ասեմ, որ այս դեպքում շատ կարևոր է ձեր մրցակիցներին ոչ մի անգամ անուններ չտաք ու չիջացնեք կամ վատաբանեք, չթերագնահատեք։ Այդ շատ վատ տպավորություն է թողնում հաճախորդների վրա, անձամբ իմ վրա։ Եթե հասարակ մի բան, ես գնամ Վարշավիրանոց, Վարշավիրը խոսում է, ինչ որ կողքի Վարշավիրի մասին վատ բաներ ասում, կամ այն նախորդ Վարշավիրը, որի մազերը կտրել է, այս ինչ ձև արը փչացրել է այսօր, իմ մոտ շատ վատ տպավորություն է թողնում այս Վարշավիրը, արդեն ես չեմ ուզի գնամ իր մոտ։ Այսինքն անկախ նրանից, թե ինչ մրցակցային պայքարի մեջ եք, ամեն դեպքում ձեր մրցակցին հանդեպ պետքա լինեք շատ նրբանկատ։ Դուք կարաք ընդհանուր ոչ թե ասեք իմ ապրանքը հենց ինչ մրցակցի ապրանքից սրանով լավ է, վատ է, չէ, ուղղակի դուք ներկայացրեք առավելությունները, ընդհանուր ասեք մյուս շուկայում գտնվող մյուս ապրանքների համեմատ մեր ապրանքը այս առավելությունները ունի եւ այլն, այսինքն անուններ չենք նշում երբևիցե մրցակիցներ չենք թերագնահատում։ Կարաք դուք նաև իրանց հետ կիսվեք, թե ինչ արձագանքներ եք ստանում ձեր հաճախորդներից ձեր ապրանքի վերաբերյալ, հա, իրանց ձեր ֆիդբեքերի մասին կարաք կիսվեք ձեր նոր հաճախորդների հետ։ Այսինքն ինչ լավ բան կա ձեր ապրանքի հետ կապված, այդ պահին ներկայացնում եք, բայց կարևոր է, բացի նրանից երեխեք, որ մենք գործարքային հիշում ենք, չենք լինում մենակ սպասարկումը չի, պետք է անպայման մտածենք ոնց պիտի այդ կապը ստեղծենք հաճախորդի հետ, այդ հարաբերությունը, որ ինքը հետ վերադառնա, ուզի առնի, ուզի լսի, հետաքրքրվի, որովհետև մեկ-մեկ գնում ես միտեղ, ասում ես ես սրանից եմ ուզում, հենց սկսում են խոսալ, արդեն հասկանում ես, որ դա քեզ պետք չէ, չէ, լավ չեմ ուզում, քեզից չես էլ ուզում լսես։ Բայց երբ որ այդ սկզբից դու գնում ես, քեզ ընդունում են, լավ, մտերմիկ, այդ սկզբից այդ դրանց մասին էլի մենք ավելի մանրամասն խոսալու ենք հետագայում, թե ոնց այդ կապը ստեղծել, այդ առաջի կապը, ոնց այդ էմոցիոնալ կապը, հա, միշտ խոսում են, ասում են, էմոցիոնալ կապ պետք է հաստատել, բայց ոչ ոք չի ասում, ոնց հաստատեն այդ կապը, որն է այդ կապը, ինչ անեն, որ հաստատվի այդ կապը։ Ասում են, գիտեք, ասում են, հա, էմոցիոնալ կապ պիտի հաստատեն, ասում են, ոնց պիտի հաստատես, չգիտի ոնց պիտի հաստատի։ Փոքրիկ նրբություններ կա, որ ժամանակի ընթացքում պետք է մենք դրա մասին ամեն ինչի մասին խոսալու ենք։ Այսինքն շատ բան անդադ հիշենք այն երեխեք ամեն ցանկացած հաճախորդի հետ, որ մենք չենք լինում գործարքային, որ եկավ, արեց, առավ, գնաց, արագ, տվեցինք, ուղարկեցինք, քանակի վրա չենք աշխատում, որակի վրա, որովհետև որակը ձևավորելու է քանակը, ազդելու է քանակի վրա եւ նաեւ որակյալ հաճախորդների վրա, եւ մշտական եւ հավատալ Էլա ջան, հաջորդը մեր պոտենցիալ հաճախորդներն են։ Պոտենցիալ հաճախորդները ովքեր են, որ դեռ չեն որոշել, որ պետք է օգտվեն ձեր ծառայությունից ու դուք պետք է իրանց համոզեք էլի, որ ձեր ապրանքը լավն է ու պետք է իրանց համոզեք ինչի է լավը ձեր ապրանքը, ինչի իրանք պետք է առնեն ձեր ապրանքը։ Այդ էլ համոզելու ուսումների մեջ է, էլի։ Այսինքն հաճախորդի սպասարկումը այն միջավայրն է, այն դաշտն է, որտեղ դուք պետք է շատ հմտություններ սովորեք։ Այս այն է, որ եթե դու լավ ունես այդ հաճախորդի սպասարկման հմտությունները, ես չեմ վախենա ասել, որ
ձեր կյանքում իմացեք, որ դուք նշանակում ունեք բոլոր հմտությունները, որովհետև այնտեղ պետք է եւ լսել, եւ հաղորդակցվել, եւ հարցերին պատասխանել, եւ այդ կապը հաստատել, ամեն ինչ ոնց որ ամփոփված է հաճախորդի փորձառության մեջ։ Դրա համար շատ կարևոր թեմա է սա։ Այդ պոտենցիալ հաճախորդները գալու են ձեզ շատ հարցեր են տալու։ Ու դուք այդ հարցերին պետք է համբերությամբ պատասխանեք ու իմանաք էլի ոնց եք պատասխանում, ինչ պատասխաններ եք տալու, ոնց եք ներկայացնելու ձեր ապրանքը կամ ծառայությունը։ Անպայման կիսվեք ձեր կոնտակտային տվյալներով այդ հաճախորդների հետ, որովհետև իրանք թեկուզ եթե ինչ-որ բան չառնեն էլ, բայց եթե ունեն ձեր կոնտակտային տվյալները ու գիտեն, որ ցանկացած հարցի դեպքում կարան ազատ զանգեն ձեզ, հարցնեն, իմանան, այդ ժամանակ իրանց մոտ էլի ինչ-որ վստահություն է ձևավորվում ու ինչ-որ էլի կապ, որ այս մարդը տվեց իր, ասենք, այդ բիզնես քարտը ու ասեց, որ ցանկացած ժամանակ ես հասանելի եմ, խնդրում եմ զանգեք, հարցերին պատրաստ եմ պատասխանել, կամ գրեք, կամ ինչ-որ, չգիտեմ, նայած ինչ ծառայություն կամ ապրանք եք վաճառում։ Իսկ Ան շատ գնահատված ու յուրահատուկ, որ եկան այդ ուշադրությունը իրանց տրամադրվեց ու որպեսզի իրանց այդ որ համը մնա իրանց բերանի մեջ։ Մի բան էի ուզում ասել, մտքիցս թռավ։ Իմ փորձից հետ կապված, լավ, հետո երևի կհիշեմ կասեմ։ Հա, ես որ աշխատում էի բանկում այստեղ, երբ որ հաճախորդի հետ էի, ասենք առաջիգից ու հերթ կա, մեզ ասում էին դուք այդ հերթին ուշադրություն մի դարձրեք, որ արագ սպասարկեք գնա այդ մարդը, որ մյուսը գա։ Պետք է ասում էր դուք կենտրոնանում եք ձեր առաջ կանգնած մարդու հաճախորդի վրա։ Ձեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում եք այդ մարդու վրա։ Չեք մտածում, այն հերթը կանգնեց հիմա այն մարդը գնալու է բողոքի, չգիտեմ, որ երկար տևեցինք, դրա վրա չեք կենտրոնանում։ Ձեր ուշադրությունը պիտի լինի տվյալ պահին այն հաճախորդի վրա, ով ձեր դիմացն է, ում դուք աշխատում եք։ Այդ շատ կարևոր է, որովհետև այդ մարդը հիմա պետք է զգա, որ իրան ուշադրություն են դարձնում, իր այդ աշխատում են, իրան գնահատում են, իրան յուրահատուկ մոտեցում են, ձեռբերում հաշվի են առնում իր հարցերը, ինքը իր հարցերի պատասխաններն է ստանում։ Իսկ եթե ձեր միտքը ուրիշ տեղ է, դուք կիսատ պրատ պատասխանելու եք, ճամփելու եք գնալու է այդ մարդը։ Ու հետո վեր չի գալու հաստատ։ Անցնենք առաջ, մեր հաջորդ խումբը, մեր այդ բարկացած ու դժգոհ հաճախորդներն են։ Համո հարց ունես, այդ հարցերի համար խնդրում եմ պահենք, իսկ եթե ինչ-որ ուրիշ բան եք ավելացնելու։ Հա, ուզում եի այդ բանկի պահով մի հատ բան ասեմ, այդ որ ասում եք մնացած, որ ուշադրությունը կենտրոնացնի, ինձ թվում է բանկի այսօրվա դրությամբ հայաստանյան բանկերը մի քիչ սպասարկման ոլորտում մի քիչ սխալ մոտեցում են ցույց տալիս, այն առումով, որ պատուհանները փակված չեն, այսինքն շատ քիչ բանկեր կան, որ առանձին սենյակներով են։ Եմ մտածում, որ առանձին սենյակներով էդի ճիշտ է, երբ որ մարդը մտնի, սենյակի դուռը փակի ու այդտեղ լինի ու ձայնամեկուսիչ լինի, էլի, որ լինի մենակ աշխատակիցը ու հաճախորդը, որ ավելի շատ խանգարող չլինի, ասած ասած։ Իսկ շատ բանկեր, օրինակ, որ մի քանի օր առաջ գնացել էի բան Ամերիկա բանկը, ասենց շարքով դու կարող այդ մասնաճյուղն ստանց, մնացած սախտագերը չեմ բանը։ Ասենց ոնց որ շուխուրի մեջ են մարդիկ աշխատում, օրինակ կոնկրետին տհաճ էր, ես նույնիսկ հերթ կանգնելու սովորություն չունեի, օնլայն հերթագրել էի, գնացել էի տեղում հասցրես լուծել ու գնացել էի։ Ինձ թվում է այդ առանձին սենյակների գաղափարն կլինի ավելի կոմֆորտ։ Դե առանձին սենյակները բանկերում ասեմ, լավը երբ որ դու նստում ես հաշիվ բացելու, բացի դրանից այդ կարևոր է, որտեղ կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, օրինակ Ամերիկայում եթե կողքից իմանան քո անուն ազգանունը, ծննդյան թիվը, մեկ էլ քո սոցիալ այդ
ID համարը, ինչ ենք ասում Հայաստանում, ինչ քարտեր։ Սոցքարտ, թե, հա, ID, թե։ Սոցքարտ այն համարները չէ անհատական տալի, Հա, ստեղ էլ է, սերիալ։ հա, Հա, սերիալ, հա։ սոցիալական քարտի համար եթե իմանան, իրանք կարան գնան, քո անունից վարկեր վերցնեն, եսի մինչեր անը շատ տարածված է այդ խարդախությունները։ Դրա համար ստեղ շատ են ուշադրություն դարձնում, որ դա կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, ինչքան հնարավոր է քիչ մարդ պիտի նենց իրանք հարցնելուց էլ, եթե քեզ այդ համարով են փորձում քեզ գտնեն իրանք համակարգի մեջ, իրանք հարցնում են շատ կամաց կամ գրելն էլ նույնիսկ չկարա, պետք է իրանք չեն գցում աղբարկղի մեջ այն մեքենաներ կա, չէ՞ որ թղթերը հայերեն չգիտեմ ոնց են ասում, որ թղթերը մարացնում է, որ չեն կարա կարդան ինչա գրած, այսինքն ստեղ շատ ուշադրություն են դարձնում այդ կոնֆիդենցիալ մասի վրա, ես Հայաստանում այդ չեմ նկատել, որովհետև երևի Հայաստանում դա դեռ հնարավոր չի, այստեղ նման խարդախություն, ճիշտ է, հիմա շատ սկսել են անել Հայաստանում էլ խարդախություններ, ես հետևում եմ տեսնում ինչեր է կատարում, բայց ամեն դեպքում հարմարը առանձին սենյակները, երբ որ դու նստում ես երկար գործարքի համար հաշիվ բացելու համար, բայց եթե դու գալիս ես վճար անելու, մուծում անելու, այդ ժամանակ ամեն առանձին սենյակը հավատա շատ անհարմար կլինի, գործ արագ առաջ տանելու համար, անկախ նրանից, թե դու հաճախորդի հետ ինչքան ոնց պիտի շփվես։ Այսինքն, ես որ ասում եմ հաճախորդի հետ կենտրոնանալ վրա աշխատել, նույնիսկ ես աշխատել եմ Գանձապահ Ամերիկայում ու կապ չունի, որ դու իրան լսում ես, խնդիր ունի, լուծում ես, տալի, փորձում ես տասա անես, բայց էլի պիտի ինչ-որ ժամանակ փորձես էլի սահմանափակես քո համար, որ այդ մարդը, որտեղ մարդիկ կան գալիս են, որ մի քիչ էլ հետները լավ խոսում ես, ճանաչում ես, հարցեր ես տալի, իրանք կարող է ժամերով կանգնեն քո հետ խոսան ու այդ հերթ ընդեղը, այդ էլ է մի բան, հմտություն, որ դու կարողանաս շատ հանգիստ, քաղաքավարի եւ ոչ հա բան ձևով իրանց կարճ, այսպես ասած, կապես, ճանապարհես այն մյուսին ընդունես, որ ինքը չնեղանա դրանից, որ դու իրան չլսեցիր, կտրեցիր, ճանապարհեցիր։ Այսինքն այդ ամեն ինչը քո հմտություններից է կախված։ Ես օրինակ Հայաստանում աշխատում էի այդ ֆինկավարկային կազմակերպությունում, դեռ սկսեցի ցածրից հասա մինչև հաճախորդի սպասարկման եւ back office հետ գործառնական գրասենյակի ղեկավար, ամբողջ այդ մասնաճյուղերի բաների հետ կապված, հետո եկա Ամերիկա ու այստեղ սկսեցի գնացի հետ որպես 20 ժամով աշխատում եմ որպես Գանձապահ։ Այսինքն իմ մոտ չեղավ են, գիտեք, գիտեք, ես ամբողջ կյանքս տաքսի եմ քշել։ Այս ամառերն եմ արել Ռուսաստաններում, տես բաներ չկար, ես շատ ինչ անենք, հիմա 0-ից ենք սկսում, 0-ից գնանք, տեսնենք ստեղ ինչ կարող սովորենք ու իմ փորձառությունը հաճախորդի սպասարկման ամենամեծ, որ անձամբ հենց գործի մեջ ես սկսել եմ սովորել ու այդ բանկը, որտեղ ես աշխատում էի, շատ կենտրոնացած էր հաճախորդի սպասարկման վրա ու այդտեղ ես անցա այդ ամեն ինչը եւ տրեյնինգները եւ պրակտիկ գործական ամեն օր աշխատանքի մեջ պետքա կիրառես ու նոր հասկացա, թե ինչ նշանակություն ունի, ինչքան կարևոր է հաճախորդի փորձառությունը։ Բացի դե աշխատանքից, իհարկե Ամերիկան տարբեր տեղեր շփվելուց, ոչ միայն, ասենք, բանկերում, ռեստորաններում կամ on-line նույնիսկ առցանց այդ հարթակներում, ինչքան է, ոնց են անում այդ հաճախորդի սպասարկում, այսինքն շատ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ ու մրցակցությունը շատ թեժ է, բոլորը այստեղ ուզում են բոլոր կազմում, որ բոլոր հաճախորդները գնան իրանց մոտ, չեն ասում, հա լավ թողի մոտ էլ գան, բայց ընդեղ էլ գնան մրցակցի մոտ, չեն ամեն ինչ անում են, որ ներգրավեն հաճախորդներին, դրա համար օր-օրի նոր բաներ են մտածում, ինչ անեն, ոնց անեն։ Լավ, հիմա քանի որ չեմ ուզում շատ հետ ընկնենք, գնանք առաջ մեր բարկացած հաճախորդներին, բարկացած կամ դժգոհ հաճախորդներ, իրականում իրանք բոլոր բիզնեսների անբաժանելի մասն են կազմում, բայց իրանց ծառայությունն էլ, այսպես ասած, շատ մեծ է, եթե նայենք դրական տեսանկյունից, ես խորհուրդ եմ տալի, որ ամեն ինչը նայում ենք դրական տեսանկյունից։
Իրանք կարող է վատ ծառայություն են ստացել կամ ապրանք են ստացել, փչացած կամ չգիտեմ, կամ էլ վատ օր են ունեցել ու տես դժգոհ եկել են, այսինքն ձեր վրա են ոնց որ իրանց բարկությունը թափում այս պահին։ Այս դեպքում ոչինչ անձնական չեն ընդունում, որովհետև ու էլ իմ փորձից ասելով դու չգիտես այդ մարդու կյանքում ինչ է եղել, կարող է գա քո վրա մունատ գա, ինչ ասես ասի, հետո որ մի քիչ խորանում ես կամ իմանում ես, մեկ էլ ասում են այս մարդը գիտես, այս բաներ ա եղել, այնքան խիղճը վրա ազդում է, որ դու այդ մարդուն մեղադրեցիր, նեղացար, չգիտեմ ինչ, բայց ինքը անձնական ոչ մի բան չունի քո դեմ, ու չի էլ կարա ունենա, ինքը գալիս է ընդամենը այդ պահին քո հետ իր գործարքը անում է, գնում է, բայց թե ինչի է դժգոհ, պետքա բացահայտել այդ, ինչի է դժգոհ, օրինակ վատ ապրանքը, վատն ա եղել, փչացած ա եղել կամ ծառայությունից գոհ չի, պետքա ամեն ինչ անել տեղում հարցը լուծել, եթե տեղում հարցը չլուծեք երեխեք, պետքա մնա, էդի մեծանա, ազդի հետո գնա, իմիջիայլոց լավ հաճախորդները ավելի քիչ հաճախորդներ են գրավում, ներգրավում, քան թե դժգոհ հաճախորդները երևի մի 5 անգամ ավել հաճախորդ ձեզնից վանում են, որտեղ իրանց բացասական այդ հետ կապով, այդ արձագանքով իրանք կարան ձեր հեղինակության հետ խաղան եւ այլն, շատ կարան մեծ ավելի ազդեցություն ունենան, դրա համար դժգոհ հաճախորդների հետ անմիջապես տեղում նստում եք, խոսում եք, բացահայտում եք, լսում եք, ինչն է պատճառը, ինչի են դժգոհ, ինչ կարաք դուք անեք ու ամեն ինչ փորձում եք ցույց տալ այդ մարդուն, որ դուք ամեն ինչ փորձում եք անել խնդիրը լուծելու համար, թեկուզ եթե վստահ եք, որ խնդիրը չի լուծվի, բայց երբ որ դուք ցույց եք տալիս ասենք ղեկավարն է կանչում, հարցնում եք, էս եկամ, այդ մարդիկ երբ որ տեսնում են հավատացեք տենց է, երբ որ տեսնում են դուք շահագրգռված եք, ամեն ինչ անում եք, թեկուզ չստացվեց, բայց իրանք մեկը գոհ են հեռանում, որտեղ ասում են, այս մարդը ամեն ինչ փորձեց անել, ճիշտ է, բացատրում եք նաև, որ ասենք այս պահին չի կարա այդ խնդիրը լուծում ստանա, օրինակ, բայց կարաք ուրիշ բան առաջարկեք փոխարենը, հա, իրանց սիրտը շահելու համար ուրիշ խրախուսական մի բան, մի պարկե, մի զեղչային ապրանք, մի ինչ-որ մի բան, այսինքն ես միշտ ասում եմ այդ դժգոհ հաճախորդներին, այդ իրանց բողոքը, դժգոհությունը պետք է ընդունել որպես նվեր, որովհետև դա օգնում է ձեզ նաև մի հատ գնահատեք ինչ թերացումներ ունեք ձեր բիզնեսի մեջ, ինչ թերացումներ ունեք սպասարկման մեջ, ինչ ծառայության մեջ, եթե իրանք չլինեն, դուք չեք իմանա դրա մասին, դրա համար իրանք ձեզ օգնում են, որ դուք այդ թերացումները բացահայտեք ու լուծեք, որ նշնե թերացումների շարքը անդադ կա, մարդիկ գալիս են, բողոքում են, գնում են, ու դուք չեք հասկանում, բայց ինչի են մարդիկ, խի են հաճախորդները պակասում, ոչ մեկ չգիտի պատասխանը Բայց մի հատ դժգոհ հաճախորդ գալիս ասում է, այ մարդ ձեր այս ապրանքը տես ստանում եմ օրինակ 5 օրից հետո փչանում է, չգիտեմ, չհասկանում եք, ասում եք, երևի էսա պատճառը, որ հետ չեն գալիս, գնում են 5 օրից փչանում է, մի հատ նայեք, վերանայեք, բարձրացնում եք ավել մակարդակների վրա եւ այլն լուծումները գտնում եք։ Այսինքն դժգոհ հաճախորդներից ոչ թե մենք իրանց սկսում ենք չսիրել, այլ հակառակը, սկսում ենք սիրել ու գնահատել ու առավել եւս օգտվում ենք այդ հնարավորությունից։ Հաջորդը մեր հետաքրքրասեր հաճախորդներն են։ Իրանք լավ գիտեն ինչ ապրանք ունեք, ինչ ծառայություններ ունեք, լավ ուսումնասիրել են, բայց մեկը ունեն մի տոննա հարցեր։ Գալիս են ու սկսում են հարցախեղ տանել են։ Իրանք էլ չգիտեն, հələ առնելու են, չեն առնելու, բայց գալիս են ու հարցեր են տալիս։ Ինչ պետք է անենք, պետք է համբերատար պատասխանենք բոլոր հարցերին, որպեսզի նրանք դառնան մեր նոր հաճախորդները, այսինքն իրանք էլի ոնց որ պոտենցիալ նոր այդ հաճախորդների մեջ են մտնում, բայց հետաքրքրասեր մարդիկ են, պետք է իրանց ուղղակի կարողանալ պահել։ Հաջորդը մեր հավատարիմ հաճախորդներն են։ Հավատարիմ հաճախորդները այն մարդիկ են, ովքեր սիրում են ձեր, ասենք, ապրանքը, ձեր ծառայությունը, իրանք ամենալավ գովազդողներն են ձեր, որ լսում են դրա ձեր ապրանքից ու ծառայությունից են խոսում, բոլորի հետ կիսվում են ձեր այդ ապրանքների մասին,
Իսկ դուք իրանց ինչ պետք է անեք, պետք է գնահատեք այդ օրինակ հավատարիմ հաճախորդ ես էլ եմ տենց օրինակ եթե գնում եմ լավ սիրում եմ այդ տեղը, կապ չունի, գինը բարձր է, թե ցածր է, եթե ինձ կարողացան դարձնել հավատարիմ հաճախորդ, ես նույնիսկ չեմ էլ հետաքրքրվում էլ մրցակիցները ինչ ունեն, կարող է շատ ավելի էժան բան ունեն կես գնով, բայց ինձ չի հետաքրքրում, որովհետև ես այնքան լավ եմ զգում այդ իմ փորձառությունը ինձ այնքան հետ է տանում այդ նույն մարդը, այդ նույն բիզնեսը, այդ նույն սպասարկումը, որ ես արդեն կտրվում եմ այդ շուկայի չեմ էլ ուսումնասիրում, ինչ կա շուկայում։ Այսինքն հավատարիմը այն է, որ իրանց պետքա այնպես անել, որ իրանք այդ կապվածությունը ձեր հետ զգան, որ իրանց հետաքրքիր չի մրցակիցը լավ է, վատ է, ունի, չունի, իրանք սիրում են ձեր ապրանքը, սիրում են ձեզ, ձեր վերաբերմունքը, ձեր փորձառությունը, որ ստանում են ձեզանից, սպասարկումը ու իրանք անդադ պատրաստ են գան ձեր մոտ։ Ու այս մարդկանց ինչ պետք է անեն, իրանք պետք է անպայման ցույց տաք, որ թե ինչքան եք իրանց գնահատում։ Դրա համար կան էլի տարբեր մեթոդներ։ Այսինքն իրանց խրախուսական ծրագրեր կան, օրինակ բան, պարգևատրման ծրագրեր կան, օրինակ հավատարիմ հաճախորդների համար կարելի է նստել, այ տեսեք, օրինակ ստեղ էլի ձեր մարքեթինգի բաժինը կամ ձեր այլ ղեկավարները պիտի նստեն մտածեն ինչ պարգևատրման ծրագիր ստեղծենք մեր հավատարիմ հաճախորդների համար։ Այսինքն տեսնում եք, չէ, որ այդ ցանցը հաճախորդի սպասարկման բոլոր բաժիններով պտտվում է, երեխեք ջան։ Չենք կարա մենակ ասենք առաջի գիծես դու գնա առաջի հենց դու ես հաճախորդի հետ, դու էլ գնա ինչ ուզում ես արա, չէ, չի կարա այդ մարդը անի։ Բայց եթե դու իրան ասում ես մենք ստեղծել ենք այս ծրագիրը բան պարգևատրման օրինակ հաճախորդը գալիս է բան հավատարիմ դուք ասում եք մենք այսօր ձեր համար հետաքրքիր ինչ որ փաթեթ ունենք որպես մեր հավատարիմ հաճախորդ կամ անվճար մի բան ենք տրամադրում կամ ինչ որ զեղչային փաթեթ ենք տալիս կամ անդամագրում ենք մի տարի չգիտեմ ինչերի համար այսինքն տարբեր բաներ որոնք էլի պետքա մտածի ղեկավարությունը ու իր հաճախորդներին տրամադրի որպեսզի այդ հավատարիմ հաճախորդները ավելի ոգևորվեն ու ավելի շատ գովազդեն։ Իրանք ամենալավ գովազդողներն են ձեր։ Քան թե որ հեռուստացույցով գովազդեն կամ այն որ ասում են բերանից բերան։ Տենց արտահայտություն կա, այդ ամենալավ գովազդն է։ Հիմա հաջորդը մեր զեղչերով առաջնորդվող հաճախորդներն են, ովքեր միայն հետաքրքրված են զեղչերով, հավատացեք կանտեց մարդիկ, որ իրանք կյանքում լրիվ գինը չեն տալ, իրանք նստում են ժամերով ուսումնասիրում են, նայում են, որտեղ էս ապրանքից ինչ կա, որտեղ զեղչով է, համեմատում են ժամերով, հավես ունեն այդքան ու բան են անում, գնում են այնտեղ, որտեղ որ իրանք զեղչ են տալիս։ Այդ հաճախորդները, որ գան ձեր մոտ ինչ պիտի անեք, պետք է խոսեք ձեր զեղչերի մասին, բնականաբար։ Դրա համար հաջորդ մեր վեբինարը լինելու է կարիքների բացահայտումը հաճախորդների, որը որ շատ կարևոր թեմա է, որ դու պետք է հասկանաս ինչի կարիք ունի, ինչ է ուզում հաճախորդը, որ բացահայտես որ տեսակի հաճախորդն է այսօրվա մեր քննարկած հաճախորդներից, որպեսզի հասկանաս իրան ինչ պետք է առաջարկես։ Այսինքն այս զեղչերով հետաքրքրվողները գալու են մենակ այն դեպքում, երբ որ դուք զեղչ ունեք կամ զեղչ կարաք տաք ու դուք պետք է իրանց առաջարկեք ձեր ամենալավ զեղչային տարբերակները։ Մեր մյուս հաճախորդների խումբը Էլա ջան ոնց որ հետ ենք ընկել սլայդերից։ Էլան ստեղա թե գնացել է։ Մեջն է, միթի մեջ է, բայց Դե միթի մեջ միացրած է, բայց չգիտեմ, չկա, լրվել է սլայդները չկամ։ Գնում ենք, զեղչերովը խոսացինք, ակտիվ հաճախորդները։ Ակտիվ հաճախորդները տարբերվում են հավատարիմ հաճախորդներից։ Ճիշտ է, իրանք օգտվում են ձեր ապրանքներից,
ծառայություններից, բայց իրանք այն հաճախորդներն են, ովքեր ամեն վարքյան կարան թողնեն գնան ձեր մրցակիցների մոտ, եթե ձեր մրցակիցը իրանց ավելի լավ տարբերակ առաջարկի։ Այսինքն, էլի պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել իրանց վերաբերմունք, որպեսզի իրանք հնարավորինս երկար մնան ձեր հետ ու չգնան ձեր մրցակիցների մոտ։ Հաջորդ խումբը հեռացած հաճախորդներն են, այդ են մարդիկ են, ովքեր եկել են մի անգամ առել են ձեզանից մի բան, օգտվել են ձեր ծառայություններից, բայց ինչ-ինչ պատճառներով հեռացել են, էլ չեն գալիս։ Ինչ պետք է անել, որ հեռացել են, չի նշանակում ու գնացին բրծան։ Պետք է ուղղակի փորձել բացահայտել, ինչի համար են հեռացել, ինչն էր պատճառը, դժգոհ էին արդյոք, ծառայությունից սպասարկումից, թե ապրանքից էին դժգոհ, ինչն էր պատճառը, թե ավելի լավ առաջարկ են ստացել, դրա համար են գնացել։ Դրա համար իրանց հետ կարելի է նույնիսկ նորից էլի ինչ-որ հետ կապ հաստատել, հասկանալ պատճառները, էլի չէ ասում ենք, որ պետք է նվեր որպես ընդունենք իրանց դժգոհությունը, եթե դժգոհությունը, հասկանանք պատճառները ու փորձենք առաջարկենք, ասենք ասում եք, մենք նոր տեսականի ունենք, նոր ծառայություն ունենք, զեղչեր ունենք, էս ունենք, այն ունենք ու փորձեք էլի ամեն ինչ անեք, որպեսզի իրանց հետ բերեք ձեր բիզնես։ Գնանք առաջ, մյուսը, ես ուզում եմ վերջացնել, որպեսզի հարցերի ժամանակ լինի, մեր շփոթված հաճախորդներն են, ովքեր պատահական ձեռք են բերել ձեր ապրանքը կամ ծառայությունը, բայց չգիտեն ոնց պիտի օգտվեն։ Դրա համար բացատրությունների կարիք ունեն, ուղղորդման կարիք ունեն ու նորից այս հաճախորդների հետ պետք է նստել, աշխատանք տանել, հարցերին պատասխանել, ուղղորդել ու էլի ցույց տալ, որ իրանք գնահատված են, շնորհակալ եք, որ ձեր ապրանքն են ընտրել ու էլի խրախուսական էլի ծրագրեր, եթե ունեք, ներկայացնեք, առաջադրեք, որպեսզի այդ հաճախորդները իրանց շփոթմունքը վերածեն ավելի լավ փորձառության ու չփոշմանեն, որ պատահաբար ձեր ապրանքը կամ ծառայությունը գնել են, ստացել են։ Հաջորդը մեր կարիքի բերումով կամ կարիքի վրա հիմնված հաճախորդներն են, ովքեր ձեր ապրանքը գնում են մենակ այն ժամանակ կամ ծառայությունից օգտվում են այն ժամանակ, երբ որ դրա կարիքը ունեն։ Ու պետք է այնպես սպասարկել այդ մարդկանց, էլի, որպեսզի իրանք հետ գան։ Այսինքն անընդհատ սպասարկումը, փորձառությունը բոլոր տեսակի հաճախորդների հետ պիտի լինի բացառիկ։ Այդ մարդկանց բերանի մեջ այդ համը պիտի թողնեք, այդ լավ քաղցր համը, որ իրանք այդ համի վրա նորից հետ գան։ Եվ վերջը, ես 12-րդը ուղղորդող հաճախորդներ, referring customers են ասում անգլերեն, դրանք են հաճախորդներն են, ովքեր էլի գոհ են մնացել ձեր ապրանքներից կամ ծառայությունից, աճ ու ձախ, ում հասնի ուղղորդում են ձեր մոտ ընտանիքի անդամներին, բարեկամներին, չգիտեմ, ընկերներին, միշտ ասում են, գիտես ինչ լավն էր, ես օգտվել եմ, կան տենց մարդիկ, չէ, որ մի բան լավ ունենում են, ասում են, կիսվում են իրանց տպավորություններով ու ձեզ նոր հաճախորդներ են ուղարկում, իրանք այնքանով են լավ, որ ձեզ հաստատ նոր հաճախորդներ են ուղարկելու ու պիտի իրանց հետ պահել, իրանց բարձր շփումը պահել, իրանց մոտիվացիան պահել, էլի տարբեր միջոցներով, խրախուսական միջոցներով, զեղչային համակարգ, պարգևատրումներ, բաներ, որպեսզի այդ մարդկանց մոտիվացիան ու այդ ոգևորությունը միշտ մնա ու ձեզ, այսպես ասած, նոր բիզնեսներ բերի։ Հիմա հարցեր, եթե ունեք, եկեք հանձնենք հարցերին, դեռ 20 րոպե ժամանակ ունենք։ Այլա ջան, հաջորդը գնանք հարցերը։ Գայանե։ Այսօրվա թեմայի հետ դու բացում ես։ բանանենք փորձեք ավելի։ Հարցերը եկեք այսօրվա թեմայի վերաբերյալ ավելի շատ ձևավորենք։
Չգիտեմ այսօրվա թեմայի հետ ինչքանով կապ ունի, ինչքանով չէ։ Օրինակ դու ունես խանութ, նորաստեղծ, ունես շատ լավ ապրանքներ, բայց բավականին մատչելի գներով, երբ որ ահագին արդեն հաճախորդ ես հավաքում, արժի դրանից հետո մի անգամից sense թանկացումներ լինեն, այդ քեզ պլյուս կբերի թե մինուս։ Հայաստանում մի հատ տենդենս կա, որ ամեն ինչ սկսում են շատ լավ, ես նկատել եմ, հենց հաճախորդները շատանում են, սկսում են որակը գցել, գինը բարձրացնել ու տենց հաճախորդները գնում են։ Դրա համար եթե լուրջ գործարար եք, դուք սկզբից, երբ որ ձեր ապրանքատեսակը սահմանում եք, ձեր ծառայությունը, ավելի լավ է ձեր գինը դնեք հենց սկզբից այն գինը, որը որ ձեզ պետք է։ Այսինքն ոչ թե հաճախորդին գրավելու համար չդնել մի հատ 50 դրամ, հետո հենց հաճախորդները գան, դարձնել 100 դրամ, որտեղ այդ հաճախորդները հետո միանգամից կրճատվելու է, դժգոհության ալիք առաջանալու։ Ավելի լավ է, որը ինչ են օրինակ, այսօր տրյուկները ո՞րն է մարքեթինգի։ Միշտ զեղչային համակարգ կա, գրած է 100 դրամ է, բայց մենք ձեզ 50-ով ենք տալիս։ Այմար, երբ գնում ես այդ խանութում այդ զեղչը կա, ես հետո նկատում էի, որ ուշադրություն եմ դարձնում ես շատ բաների հաճախորդի սպասարկման, շատ բան եմ էլի այդ կտիմաց։ Ու հասկացա, որ այդ էլ խաղ է, էլի մտքի այդ զեղչային համակարգ երեխա ջան, խաղ է։ Ամեն ինչը խաղ է։ Դրա համար դու պիտի հասկանաս ոնց ես խաղում, քո խաղի կանոնները։ Դրա համար բանությունն այդքան ուսումնասիրություններ ան միլիոններ են դնում, էմոցիոնալ վիճակները, SRN-ները, վարքագծերը, վարքագծային բան ունեն, չէ՞, մոռացա այդ տերմինը, բայց վարքագծերը, մարդիկ ինչ վարքագծեր են ցուցաբերում ինչ պարագաներում, որ դրա վրա խաղի կանոններ անեն։ Դրա համար էլ օրինակ անձամբ ես խորհուրդ կտայի, որ դուք ձեր գինը դնում եք այն ինչ որ դուք գնահատում եք ձեր, իսկ այդ գինը դնելը մենք օթից չեն դնում, այդ էլ է կարևոր, չէ՞, ոնց ես գինը դնում։ Ինքնարժեք են հաշվում, հաշվում, գալիս են ինչ որ գնի, որպեսզի իրանց ձեռնատու է, ու նույնիսկ հաշվի են առնում են, որ այս գինն է, եթե ես զեղչ դնեմ, էլի ես օգուտ կստանամ, բայց նաև իմ հաճախորդներն էլ կլինեն ուրախ ու երջանիկ, այսինքն հաստատ ես կասեի չէ, եթե դուք գին եք դնում, էժան հետո բարձրացնում եք հաճախորդները միանշանակ, ես լինեի, դուք միշտ մտածեք, դուք ոնց կվարվեիք, ձեզ դուր կգար։ Լիլիա։ Շնորհակալություն։ Որ հաճախորդների տեսակներն եք ասում, ու հաճախորդների դեպքում ասեցիք, որ օրինակ իրանք գալիս են, օրինակ խանութ սրահը, մտնում են խանութ, դուք պետքա ոնց որ իրան ոչ թե անդադ, այլ ձեր մասին պատմեք ձեր հնարավորությունների, նորությունների եւ այլն։ Իսկ այդ հնարավոր չի մի քիչ հետվան, օրինակ ես տենց դեպքում չեմ սիրում շատ լսել, այսինքն ես շատ չեմ սիրում գնումներ անել, հետեւաբար չեմ սիրում լսել, այսինքն գնում եմ այն կարիքավոր հաճախորդներից եմ, էլի գնում եմ ինչ պետք է, այդ վերցնում եմ ու գալիս եմ։ Այդ լսելն է ինձ ժամանակի կորուստ է։ Այդ օրինակ ինձպես հաճախորդներին չի վանի, որ մյուս անգամ այդտեղ չգանք։ Այդտեղ շատ է։ Դրա համար հիմա նայեք, կարևոր բանա ճանաչել հաճախորդին։ Էլի իմ փորձից ասեմ, երբ որ ես աշխատում էի բանկում, մենք այտենց մի հատ տառեր ունենք, know your customer, ճանաչիր քո հաճախորդին։ Այսինքն մենք դրա մասին հետո շատ խոսալու ենք այդ ամեն ինչների մասին, կարիքների բացահայտում ոնց են կանում, ինչ են կանում հաճախորդների հետ, էլի ամեն մեկի հետ մանրամասն ոնց վերաբերվել։ Երբ որ դու ճանաչում ես քո հաճախորդին, դու պետքա ըստ իրավիճակի արդեն այս մարդը ասեցի, չէ, բոլորը անհատներ են, երեխեք, ամեն մեկը իր նախասիրություններ ունի, իր պատկերացումներ ունի, իր ձևը, իր վարքագիծը ունի, ու դուք չեք կարող բոլորին նույն ձևով։ Ես ներկայացրեցի այն հիմնական խմբերը, որոնք հիմնականում բաժանում են։ Բայց այո, եթե այս մարդը գալիս է չի հավես չունի, կամ տրամադրություն չունի այսօր խոսալ, թեկուզ այդ քո նույն հաճախորդը, որի հետ մի քիչ գարաժ ես անում, խոսում ես
Էս այն դեսից դենից հարցնում ես, որտեվ էդ էլ պետք է անես, նես չի, որ հաճախորդը մտավ, հարցակում ես վրեն ու քո ապրանքն ես ներկայացնում ես, էդ էլ չէ, էդ էլ կա, որ դրա մասին է պիտի խոսանք, որ սկզբից պիտի մի հատ այդ կապը մի քիչ հաստատես, մի հատ հարցնես, ոնց ինչ ծանոթանաս, անունը, քանի անգամ անունը պիտի ասես, ինչ անես, դու ներկայանաս, այսինքն այդ ամեն ինչը կա ու պետք է ըստ իրավիճակի հասկանաս, այսօր այդ մարդը տրամադրություն ունի քեզ լսի կամ ինչ-որ մի բանանի, թե ուզում է կամ է գայս ասում այնքան շտապում եմ, չես պատկերացնի, երեխեն մեքենայի մեջ է մի հատ արագ պիտի, ասում ես հա խնդիր չկա, արագ, էլ չես ասում, օ գիտեք մենք այսօր այս նոր ապրանքն ենք ստացել, ինքը ժամանակ չունի այդ լսի։ Ու եթե դու ավելորդ հիմա սկսես իրան պահել, պետքա դրանից այո, ներվայնանա, բարկանա, ասել ու ծավես չունեմ, գնում եմ անկապ ամեն ինչը պետքա կարողանաք հասկանաք իրավիճակային ոնց վերաբերվեք։ Այդ արդեն փորձի ժամանակ էլ է գալու երեխեք ձեզ։ Շատ շնորհակալ։ Ուրիշ հարցեր։ Սերգեյ։ Իսկ որ ասում եք հերթի ժամանակ սպասում են ամենք իր հերթին։ Առաջի դիմացի կանգնած հաճախորդին, որ հանգիստ սպասարկում ենք, հետևի կանգնած հաճախորդների մոտ դժգոհություն չի առաջանա։ Առաջանալու է, իհարկե, բայց դա էլ պետք է ինչ անել։ Օրինակ, եթե դու զբաղված ես, քո գործընկերը, եթե ազատ է կամ ինքն էլ է զբաղված, կամ ասենք թե մյուս աշխատողը, էլի, որ բոլորը պիտի ուղեղները ուղղված լինի դեպի հաճախորդը։ Հաճախորդը կենտրոնում է, ամեն բոլոր ճառագայթները գալիս են դեպի հաճախորդը։ Այն որ ազատ է մեկը այնտեղ ղեկավարն է կամ ինչն է, չի նստում իր սենյակում ասում, ես ղեկավարն եմ, ես անհասանելի մի հատ մեկն եմ, որը որ կա, ասենք Հայաստան տես բաներ։ Ես այն բանկում, որ ես աշխատում եմ, ղեկավարը, մասնաճյուղի ղեկավարը գալիս էր, բոլորը ունեին հասանելիություն դրամարկղին, որ գանձապահություն կարար աներ, եթե շատ էր հերթը, գալիս էր ինքն է մի կոմպի մոտ էլ ինքն էր կանգնում, սկսում էր օգնել, որպեսզի օգնի բոլորիս հերթը, այսինքն դա թիմային աշխատանք է, այն հաճախորդը, աշխատողը կամ ղեկավարը, որ ազատ է, նայում է իր աշխատողները ծանրաբեռնված աշխատում են, պիկ ժամը, հաճախորդները եկել են դժգոհում են, համոզում են, որ այս առաջի գծի աշխատողը լավ սպասարկում ցուցաբերի, համը պիտի օգնեն, որ ցուցաբերի, որ այն մյուսները չդժգոհեն, դրա համար իրանք մոտենում են, ասում են շատ ոչ թե լսեք, բառերը կարևոր են, սրա մասին շատ ենք խոսալ, չեն ասում, կներեք սպասելու համար, սպասացնելու համար, կամ չգիտեմ ինչ, ասում են շնորհակալ ենք ձեր համբերության համար, տարբերությունը զգում եք, չէ, չեն կներենք մեղքի զգացում չունենք, որտեվ այդ իրավիճակը բոլորը հաճախորդ են, բոլորը պիտի լավ սպասարկվեն, բոլորը իրավունք ունեն լավ սպասարկում ստանալու, այսինքն հաճախորդներին էլ եք ոնց որ դաստիարակում, որ մեկը մեկին հարգեն, մեկը մեկի ժամանակը հարգեն, մենք սա գնահատում ենք, շատ շնորհակալ ենք ձեր համբերության համար, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ամեն ինչ հա բոլորին լավ բարություն, այսպես ասած լուծվի, բոլորը ստանան իրանց լավ սպասարկում, այսինքն էլի պետքա բոլորը ներգրավեն դրա մեջ, ոչ թե նստեն իրանց կաբինետում ասեն մի հատ էլ զանգեն ասեն ինչ եք արագ սպասարկեք թող գնան, այս ինչ հերթա դժգոհություն է, այ դրա համար պետք է մի հատ վեր գնաս, տեղից գաս, փորձես հաճախորդների հետ զրույցի բռնվել, մի հատ էլ հարցնել, իսկ դուք այսօր եկել եք ինչ գործարքի համար եք եկել այսօր, օրինակ բանկերում, այդ մարդն է ասի ես եկել եմ ընդամենը մի հատ բան պիտի փող դնեմ, հաշվին գնամ արագ Մեկը հիմա հեսա ձեր հերթը կհասնի կամ կարող ասում ուզում եմ եկել եմ ստե իմ հաշվի մասին տեղեկություն իմանամ մենակ դու կարաս այդ տեղեկությունը տաս քո սենյակից ասում ես ես կարամ ձեզ օգնեմ եկեք գնանք իմ սենյակը նստենք ես վացում ես ասում ես ինչ հարցեր ունեք այդ մարդունոք կարող է մարդը հենցնեց կանգնել է հերթի մեջ ինքը չգիտեր օրինակ ինչի որ ով կարա իրան օգնի հա այդ մեր Նաև այդ շփոթված հաճախորդները եկել են չգիտեն ինչ անեն, գիտեն որ ստեղ կարան այդ մի բան անեն, բայց չեն իմանում ոնց անեն, ում դիմեն, ինչ անեն, դրա համար դուք պետք է մոտենաք հարցրեք, դուք ինչ հարցով եք ստեղ, դուք ինչ հարցով եք, օրինակ ես կարամ օգնեմ այն մարդկանց, ովքեր մենակ այս խնդրով են եկել, այդ մարդն ասում է հա իմ մոտ մենակ այդ խնդիրն ասում ես արի գնանք իմ սենյակը, ես քեզ ճանապարհեմ։ Միլենա, Հասկանալի է, մերսի։ Խնդրեմ։
Որտեղ հաճախորդին ստացես, որ սկետ Ձայնդ կտրտում է, Միլանա ջան, չեմ լսում։ երկու հաճախորդ ներկայացրիս, մեկը պոտենցիալ, մշտական հաճախորդ է, իսկ մյուսը առաջին անգամ է բիզնեսից։ Ոչ պետք է առաջինը սպասարկել։ Ով է առաջինը եկել, նայած ոնց է ձեր մեթոդները։ Հիմա օրինակ կա գնում են հերթագրվում են, նստում են, չէ՞։ Ըստ հերթի ով առաջին եկավ իրան է սպասարկում եք։ Կամ էլի եթե մի քանի աշխատողներ կան, ով որ ազատ այդ ժամանակ, իրանք մոտենում են երկուսին էլ մեկն ընդունում, մեկն ընդունում։ Այսինքն հաճախորդները հավասար իրավունքներ ունեն, երեխեք, մենք չենք բանանում, որ դու հավատարիմ հաճախորդ ես, քեզ գցելու ենք վերջը, այն նորին ընդունենք, չի կարելի։ Պետք է հերթականությամբ հաճախորդներին ընդունել ու էլի ով որ ազատ է, ինքը կարա գնա մեկը մեկին ընդունում, մեկը մեկին։ Կամ եթե օրինակ հավատարիմ հաճախորդներ կան, որ ասենք մշտական հաճախորդներ են, օրինակ բանկում մի հատ ծիծաղալու դեպք կան, մի հատ հաճախորդ ունեինք, ինքը միշտ գալիս էր ու մենակ մի հոգու մոտ էր գնում սպասարկվի։ Ոչ մեկին չէր վստահում, մանավանդ եթե դու նոր աշխատող էիր, քո մոտ ընդհանրապես չէր գալի։ Կարող է ինքը ունեցել էր վատ փորձառություն, կարող է ուրիշ նոր աշխատող իր գործարքը խափանել էր, վատ էր արել, այդ մարդու մոտ այն որ ասում վատ համ էր մնացել վերանի մեջ ու ինքը ոչ մեկին չէր վստահում։ Մի անգամ եկել էր, կանգնել էր ու կարծեմ մենակ ես էի թե հերթը ինչ որ այդ մյուսը զբաղված էր, ինքը կանգնած ասում եք եկեք ես ձեզ կօգնեմ, չէր գալիս։ Ուզում էր անպայման, հետո վերջում իրան ասացին, որ արի ես մեկը նորմալ աշխատող է, ղեկավարը եկավ ներկայացրեց ու ես որ առաջի անգամ արեցի իր գործարքը տեսավ նորմալ, եսի մի բարդ բան էլ չկար, ոնց որ մի քիչ վստահություն, այսինքն հաճախորդներն էլ կարող է գան, ուզեն կոնկրետ մեկի մոտ գնան, ասածս էտա, որ իրանք նախընտրում են, ասում են չէ, ես իր հետ եմ լավ, ինքը ինձ գիտի ճանաչում է, արդեն առանց իմ ասելու է, գիտի ես ինչ եմ ուզում։ Այդ դեպքում նորմալ է, էլի նեղանալու կարիք չկա, երեխեք, ոչ մի անգամ ոչ մի բան անձնական մի ընդունեք։ Այդ մարդիկ ձեր դեպ անձնական բան չունեն, որովհետև ձեզ տենց ես ոչ իրանց ընտանիքի անդամ եք, ոչ բարեկամ, չգիտեմ, ձեր հետ ինչ-որ բաների մեջ չեն, այդ կապված է իրանք ինչ օր ունեն, ինչ կյանք ունեն, ոնց են զգում կամ ինչ փորձառություն են ստացել, դրա համար կարող է գան մի օր ուրախ, մի օր դժգոհ, մի օր չեն ուզում խոսան, մի օր է կարող է գան ամբողջ կյանքները պատմել։ Մի հատ հարց ես տալի, մեկ են գնում ես կրակա, սկսում այնքան, ինչ կա չկա պատմում է, ու դու ասում ես ոնց անեմ, որ այս մարդուն հասկացնեմ, որ պետք է գնա։ Ուրիշ հարցեր։ Հարցեր չկան։ Այսինքն հաճախորդին ճանաչելը շատ կարևոր է, Սերգեյ ասա։ Իսկ եթե հաճախորդ ասենք զեղչ է պահանջում ու զեղչ ենք անում, բայց ինքը մեկը մեզ հակառակը գնում ու ավելի է զեղչ ուզում։ Ու ոնց համոզենք էլի, որ այդ հաճախորդը չթողնի, ասենք, մի բան վերցնի խոսքի։ Եթե դուք արդեն ունեք ֆիքսված զեղչային ինչ-որ փաթեթ այդ պահին, ասենք դրած 20-30% զեղչ է այս ապրանքը, այդ մարդն եկել է ասում է, չէ, ես 50% եմ ուզում։ Էլի ըստ իրավիճակի, նախ մի հատ խոսում եք այդ մարդու հետ ու հասկանում եք, այդ մարդը եթե հետեկող է, իրան հետ եթե 50% զեղչը տվեցիք, ինքը կդառնա հավատարիմ, վստահություն ձեռք կբերի, հետ կգա, իրան կարակ տակ, էլի կարակ ձեր ղեկավարի հետ խոսակ, այստեղ էլի ղեկավարները պիտի ճկունություն ցուցաբերեն, որ հասկանան էլի անհատական մոտեցում, որտեղ բացառություններ կարան միշտ անեն ու այդ ղեկավարներն են, որ հետո ձեզ չմեղադրեն, ասեն, քեզ ով էր ասում, որ դու 50% դու այդ իրավունք ունեիր, որտեղ քեզ որպես քեզ ապահովագրես ու համել ցույց տաս այդ մարդուն, որ դու ուզում ես ամեն ինչ անես, չէ՞, փորձում ես բոլոր միջոցները, որ իր ցանկությունները բավարարես, դա էլ է, չէ՞, իր մոտ տպավորությունը, որ տես, այս մարդը ինքը ասեց, կներեք, ես մի հատ ճշտեմ իմ
ղեկավարի հետ այս պահին մենք ունենք 30%, չեք ասում, երեխեք, էս էլ է կարևոր։ Մի անգամից, որ մարդ գալի մի բան է ուզում, թեկուզ չեք տալու։ Մի ասեք մի անգամից, ոչ, կտրուկ, մենք չունենք այդ, էս է 30%-ն է, ուզում ես ուզի, չես ուզում ուզի։ Չկա տենց բան։ Դուք իրանց ասում եք, մենք ունենք հիմա 30% զեղչային բան, ակցիա։ Բայց ես հիմա կճշտեմ իմ ղեկավարի հետ, եթե հնարավոր է ձեզ տրամադրել 50%-ով, իհարկե մենք անպայման ձեզ կընդառաջենք։ Ու այդ մարդուն նստացում գնում ես ղեկավարիդ, ասում ես սենց մարդ է եկել, հաճախորդը սենց է ուզում, ղեկավարը այդ ժամանակ պիտի որոշում կայացնի։ Եթե պետք է ինքն իր ղեկավարին թող հարցնի, եթե չէ, իրան տված այդ իրավունքը ինքը որոշումը կկայացնի ու կասի, որ հա գնատու կամ էլ ասա, որ այս հիմա չունենք, բայց օրինակ մի շաբաթից հետո մենք նոր զեղչային համակարգ չեք խոստանում, որ 50% է լինելու, որտեղ դե վաղը 50% չեղավ, էլի հաճախորդը գալու է, ասի խաբեցիք ինձ։ Դուք իրանք ասեք, մենք մի շաբաթ հետո հնարավոր է, որ ունենանք նոր զեղչային համակարգ, եթե ուզում եք, հետո եկեք, էլի կարող եք ստուգել, եթե ձեր բավարարվում է ձեր կարիքներին վերցնեք, եթե չէ, արդեն որոշումը ձերն է։ Կամ եթե ասում եք, հա գնա ասա, մենք այս անգամ մենք ձեզ կընդառաջենք 50%-ով կտանք ու էլի այդ մարդը ուրախ զվարթ իր 50%-ով առնում է, գնում է։ Մերսի շատ։ Խնդրեմ։ Հաջորդ սլայդը մի հատ բան եմ դրել, այնտեղ հաճախորդի սպասարկման վերաբերյալ։ Էլա ջան, հաջորդ սլայդը կդնես։ Իրեմ էլամ ստեղա, թե չէ։ Այսօրվա վեբինար ուզում եմ ամփոփեմ մի հատ ասույթով, որ այդ հաճախորդի փորձառության ու մարքեթինգի այդ փորձագետներից մեկն է ասել, որ տեղեկացեք, թե ինչ է ձեր հաճախորդը ամենաշատն ուզում եւ թե ինչ է ձեր կազմակերպությունն ամենալավն անում։ Կենտրոնացեք այն կետի վրա, որտեղ այս երկուսը հանդիպում են։ Այդ շատ կարևոր է, որ դուք հասկանում եք, որպեսզի դուք ձեր հաճախորդը ինչն է ամենաշատ ուզում ու ամենալավ ինչ է անում ձեր կազմակերպությունը ու երբ որ միանում են այդ երկուսը, որ այդ կետը ձեր ամենակարևոր կետն է հաճախորդի բացառիկ փորձառության համար։ Շատ լավն էր։ Հաջորդ վեբինարը կլինի կարիքների բացահայտումները հաճախորդների ու որը որ շատ կարևոր է, որպեսզի պիտի բացահայտեք կարիքները, որպեսզի հասկանաք ինչ ապրանք կամ ծառայություն առաջարկեք եւ ինչպես առաջարկեք, ինչ է ուզում հաճախորդը։ Այսինքն այս այն մոմենտ պահն է, էլի, որ ինչ է ուզում, պիտի հասկանաք ինչ է ուզում հաճախորդը, որպեսզի հասկանաք ինչ պետք է իրան ներկայացնեք եւ ինչպես պիտի ներկայացնեք, դա շատ կարևոր է։ Այսինքն կլինեն գործիքներ, թե ոնց ենք այդ կարիքները գնահատելու։ Ոնց է գնահատելու, ինչ հարցեր պիտի տաք, ինչ անեք, ինչ մոդելներ կա կարիքների գնահատման։ Ես շատ խորհուրդ կտայի, որպեսզի այս շարքին հետևեիք, որովհետև ինքը ոնց որ տեսակ հասկացաք մի հատի մեջ հնարավոր չի ամփոփել ու շատ մանրուքներ կա ու այս շարքը այնքան կտևի հիմա ինձ ասեն օրինակ քանի շարք է լինելու չեմ կարող ասեմ բայց կուզեմ որ այնքան լինի մինչև որ ամեն ինչի մասին խոսանք հաճախորդի փորձառության վերաբերյալ ու ամեն մի մանրուքներով նույնիսկ մանրուքների մեջ մտնենք որովհետև ընդհանուրի մասին շատ են խոսում սովորաբար գալիս են ներկայացնում են այս պիտի անեք պիտի անեն այդ պրիմիջ մարդկան հարցնում ասում եք էմոցիոնալ կապ հաստատեք բայց սա ո՞նց հաստատեմ ես չեմ հասկանում պետք է օրինակներով բացատրես օրինակ պատկերացնեն բառերով ասես որ այս բառերը օգտագործել այս ձևով օգտագործել օրինակ
այդ կարգի մանրամասն, հետո որ մարդիկ հասկանում են բուն էությունը, իրանք հետո սկսում են իմպրովիզացիան, իրանք կարան արդեն իրանց ձևերով ասեն, ներկայացնեն եւ այլն։ Նենց որ լավ կլինի, որ այս շարքին հետևեք, մանավանդ եթե պիտի ոնց որ արդեն ասեցի, դուք ինքներդ մեմի մեջ մեմը ներքին հաճախորդներ եք իրար, ու պետք է նույն գործիքները նույնպես օգտագործեք մեկը մեկի այդ բաժիների միջև եւ այլն եւ այլն։ Բացի հաճախորդներից, որովհետեւ ներսում պիտի ձեր համակարգը լավ աշխատի, երեխեք ջան, շատ կարևոր է բիզնեսի ներսում լավ համակարգ որ ունենաք, դա պրոյեկտվելու է դրսի վրա։ Պետք է ներսի վրա կենտրոնանալ, հիմա այսպես կոչված նարատիվը այս աշխարհում կենտրոնանալ ներսի վրա, որպեսզի այդ ներսից էլ արտացոլվի, արտահայտվի դրսի վրա։ Նույն անձնական աճի ժամանակ, եթե դու քո ներսի վրա չկենտրոնացար, քո վրա, քո ներքինի վրա, դու այդ դրսի վրա ինչքան ուզում ես խոսա բողոքի ես արա ենարա, ամեն ինչ սկսվում է ներսից։ Դրա համար է կազմակերպություններն է մի բջիջե կազմակերպություն է, ներսում եթե ամեն ինչ լավ է, համակարգված է արդեն ճիշտ ձևով, նույնը ձևով պետք է արդեն դուրս գա իր դրսում իր հաճախորդների վրա արտացոլվի։ Կարևորը որ մտածեք, որ բոլորը կազմակերպության մեջ պատասխանատու են հաճախորդի սպասարկման համար։ Հավասարաչափ, չկա վերև, ներքև, չգիտեմ, բոլորը, ասենց համ վերևը, համ ներքևը, համ շուրջը, բոլորը պատասխանատու են։ Շատ շնորհակալություն ընկեր Հասմիկ, ես երկար ժամանակ չէի միացել մեմի վեբինարներին, ոնց ասում էիք, համը բերանս մնաց այս վեբինարից հետո, հա, իրոք, երկար ժամանակ, մի ժամանակ շատ ակտիվ էի, բոլոր տենց վեբինար չկար, որ բաց թողնեի, բայց հիմա չեմ հասնում, բայց որ ես տեսա, մի անգամ հենց գրանցվել եմ ու մտել եմ, էլի 7-10 այդ ժամանակ եմ գրանցվել, ու սենց մի տեսակ արդեն լծվեցի, որ շարունակեմ մնացածիներ միանամ, շատ շնորհակալություն, էսա ես Discord-ում եք կկիսվեմ, որ մնացածներ։ Ես էլ եմ շնորհակալ, անպայման ձեր հետ կապեր իմ համար կարևոր է, ցանկացած հետ կապ, ոնց որ ասեցի, նույնիսկ այսպես ասած բողոք կամ դժգոհություն ես ընդունում եմ որպես նվեր, որտեղ այդ իմ համար ավելի զարգանալու տեղ է տալիս, եւ եթե կան ինչ-որ հատուկ թեմաներ հաճախորդի սպասարկման հետ կապված, եք առավել խորությամբ քննարկվի ու եթե ես դրանք հաշվի չեմ առել օրինակ իմ հետագա վեբինարների մեջ անպայման կընդգրկեմ, նենց որ անպայման կիսվեք գրեք, ասեք, շատ շնորհակալություն, ավելի շատ կուզեք, որ խոսենք, տեղեկանաք, սովորեք, իմանաք։ Մերսի շատ, իրոք, շատ լավ երեկո ունեցա։ Հակիկել են առջում, որ ես վեբինարի ընթացքում հացրեցի հիշումներ կատարել, համար այդ մեծ սուքիր է, որովհետև քիչ խնդիր է, էլի համ լսել, համ դիրել է, որ հասցրեցի եկը բան հիշումներ եմ արել, շնորհակալություն շատ։ Շատ նշումները շատ կարևոր է, ես սկզբից ուզում էի ասեի, որ թուղթ ու գրիչ ունեք նշումներ անելու այդ պահը մոռացա, բայց ապրես Միլենա, որ դու արել ես առանձին ասելու, հուսամ մյուսներն էլ են արել։ Ես չեմ արել, բայց Միլենան կկիսվի վստահ եմ։ Միլենան թող իր նշումներով իհարկե կիսվի։ Եվ ես կանեմ արդեն։ Ոնց որ վերջ չէ, երեխեք ջան։ Հա, ինչ որ մոդերատոր ունենք, որ տենց ստեսություն ասելու մեզ, թե մենք մեր ընցով։ Չգիտեմ, ոնց որ Ես կարամ ասեմ, սլայդի վրա լրվեցինք։ Ընկեր Հասմիկ ջան, շատ շնորհակալություն ձեզ ձեր ժամանակը տրամադրելու համար։ Այս 1.5 ժամը անկեղծորեն շատ հետաքրքիր էր, ու սենց ես դրական լիցքերով լցվեցի, կարոտել է ես Լաուրան։ Ձեզ շատ շնորհակալություն, կսպասենք հաջորդ վեբինարին։ Էլան երևի ինձ կների, որ իրան փոխարինեցի։
Էլա ջան, այդ սլայդները վերջացրել ենք, հաջորդները, վերջի սլայդը իմ շնորհակալություններ ու կհանդիպենք հաջորդ վեբինարներին։ Ապրեն։ Դա չեմ միացել։ Դուք եք ինձ մոտիվացնում, որ ես այս վեբինարները անեմ։ Եթե դուք չլինեք, ում համար պիտի անեմ։ Հաճախորդ չկա, բիզնես չկա։ Իհարկե։ Միշտ է, այդ միշտ հիշեք։ Այո։ Ակալություն ամեն շատ հասկանալի էր։ Տեսություն ձեզ։ Տեսություն ձեզ։ Բարի գիշեր ձեզ։ Հաջողություն։ Շնորհակալություն շատ։